Բարի ուշ երեկո ձեզ սիրելի քույրեր եւ եղբայրներ, добрый поздний вечер, дорогие сестры и братья и сестры. Рад приветствовать всех и пусть благословение Господа на всех вас будет. Թող Աստծո օրհնությունը բոլորիդ վրա լինի, ընտանիքներին, на семьях. Ամին, ամին, ամին. Սիրելիներս, Աստված միտք է տվել, որ ձեր հետ կիսվեմ, նաև ռուսերենով կասեմ, եւ սիրելիներս, դա շատ կարևոր է ձեր կյանքում, որպեսզի դուք մաքուր կյանքով ապրեք, որովհետեւ նայեք, տեսեք, մարդը իր էությունով մեղավոր է ծնվում, ադամական մեղքով, բայց քանի որ մեր Տերը Հիսուս Քրիստոսը մեր համար կյանք է տվել, որպեսզի մենք բոլորս մաքրված լինենք դրանից, так как мы все рождаемся с грехами адамическими от праотца Адама, но Иисусом Христом мы те благи, которые Он сделал за наши грехи, отдал жизни, все другое, мы чистимся им, понимаете? И мы не имеем права судить себя, даже когда, если мы только мысленно судим, но наша душа не судит, это не очищение грехов, не раскаяние и не приведет к покаянию. Սիրելիներս, դա է ամենակարևորը, որ դուք ինքներդ ձեզ չմեղադրեք անտեղի տեղը, որովհետև մինչև դուք հոգով ձեզ մեղավոր չզգաք, սրտով ձեզ այդ նշաններով, որ խիղճը ձեր տանջի, դուք չեք կարող մեղք ընդունեք միայն մտքով, հասկանում եք, որտեղ միտքով խիղճ չի գալիս, որտեղ խիղճը չի տանջում մարդու եւ հոգին չի ուշում, եւ ամենակարևորը հոգով դուք հասկանաք, որ դուք մեղք եք գործել, որովհետեւ դուք հասկացեք, որ կա հավիտենական դատաստան եւ այդ հավիտենական датաստանի դատավորը մեր Տեր Աստված է եռամեկ եւ Աստծո խոսքն է դատում, ոչ թե հենց Աստված Աստծո խոսքը։ И знаете, что будет правосудие вечности, и поэтому это правосудие будет судить все наши поступки, что мы совершали, понимаете? Не Бог будет судить, а Слово Его, понимаете? То, что уже Он создал, то, что уже решено, определено, оно будет судить, понимаете? Потому что Он сказал, что это зло. И те люди, которые, они все равно знали, что это зло, но продолжали, им не будет это прощено, если они не покаются и не будут жить новой жизнью. Աստված ասեց իր խոսքը եւ վերջ, էլ չի քննարկում, եւ ով ինչ մարդ անի մեղք, դա արդեն աներելնի կլինի, եթե ինքը չգիտակցի եւ չապաշխարի։ Համար շատ կարեւոր է, սիրելիներս, որ դուք բոլորդ հասկանաք ինչերի միջով եք անցնում, հասկանաք, որ կա հավիտենական կյանք, դրախտ, դժոխք, 7 զարգացման փուլեր, որով կարելի է զարգանալ եւ խելամիտ լինել, իմաստուն լինել այս կյանքում, որպեսզի ամեն անգամ թակարդների մեջ չընկնել, սիրելիներս, բայց ասեմ ձեզ, ճիշտ է, դուք ֆինանսապես չեք կարող հասնել այն հաջողությունների, ձեր անվան հետ կարող խաղան, սիրելիներս, որովհետև շատ մարդիկ ձեր լավը չեն ուզում, որովհետև իրանք ուզում են մենակ ձեզ գցեն, հասկանում եք, այն ճշմարիտ ուղուց, որ կան, դա ամբարտավանություն է, и много людей есть, которые хотят вас сдвинуть с того правильного места, как вы определились, то есть лицемерием и
гордыней, они, вот высокомерием, они всегда будут портить вам жизнь. Почти 99% людей вокруг вас. Սիրելիներս, այդ ամբարտավանները, գոռոզները, նրանք 99% են ձեր կյանքում, իմացեք, որ նրանք են քանդում ձեր կյանքը եւ դուք պետք է հասկանաք ով է իրական ձեր ընկերը, առաջինը հասկանաք, որ դուք ձեր համար թշնամի եք, որ էլ չանեք այդ սխալները, սիրելիներս. И вы должны понять, что вы самое главное, вы для себя враги, и вы должны понять это и очиститься. Поэтому Господь Бог со всеми вами, Աստված բոլորիդ հետ, սիրելիներս, լավ մնացեք, Աստծո սերը ձեր բոլորիդ հետ լինի, пусть любовь Бога на всех вас будет.